2007 թվականից Երևանում գործում է հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, որը զինված է ժամանակակից անհրաժեշտ տեխնիկայով եւ իր հնարավորություններով առաջինն է ողջ տարածաշրջանում։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նոր-նորքի տարածքային կառույցի երիտասարդական թևը, կարևորելով մարզաձևի տարածումը եւ նրա միջոցով երիտասարդների մեջ հայրենասիրության սերմանումը, հուլիսի 10-ին մարզադպրոցում կազմակերպել էր միջոցառումների շարք հրաձգության դերն ու նշանակությունը թեմայով սեմինար, որի ժամանակ ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու մեր հանրապետությունում դեռևս ոչինչ տարածում ստացած մարզաձևի առանձնահատկություններին։ Մարզադպրոցի 6 մարզիչներին եւ 13 մարզիկներին շնորհվեցին շնորհակալագրեր եւ պատվոգրեր։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նոր վարչական շրջանի երիտասարդական կառույցը այսօր ունի մի շարք ծրագրեր, համագործակցումը բազում երիտասարդական կազմակերպությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ։ Ծրագրերից մեկը այսօր դուք կտեսնեք, դա մարզային համալիրի բացդռների օրն է, որտեղ կանցկացվի նաեւ սեմինար պարապմունք։ Սեմինարը հիմնականում կազմակերպված է երիտասարդության լայն շրջանակներում ռազմահայրենասիրական ոգու բարձրացման հետ կապված։ Եթե մենք այսօր մեր երիտասարդները չցանկանան համալրել մեր բանակի շարքերը, ապա ապագայում մենք համալրելու ենք մեր թշնամու բանակը։ Մեր այսօրվա պայմաններն են մեզ ստիպում, որպեսզի երիտասարդությանը ներգրավենք հայրենիքի ռազմահայրենասիրական ոգու բարձրացման եւ մնացած միջոցառումները դուք կտեսնեք, հետագայում կծանոթանաք, կա նաեւ առողջ ապրելակերպի ծրագրեր։ Եվ այսօր հրաձգարանում բաց դռների օր է, բոլորը կարող են գալ, մասնակցել, տեսնել ինչ պայմաններ ունենք այստեղ, ինչ հնարավորություններ կա, ինչ տեխնիկական հնարավորություններ կան այստեղ եւ սպորտի նկատմամբ ուշադրություն սևեռենք երիտասարդության։ Բաց դռների շրջանակներում միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան նաեւ ծանոթանալ միջազգային ստանդարտներին համապատասխանող հրաձգարանին։ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում առանց տարիքային սահմանափակման մարզվում են բազմաթիվ աղջիկներ ու տղաներ։ Ներկայումս Հայաստանի հավաքականը պատրաստվում է Մյունխենում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Անի Խչոյան, Ավետիս Տավյան, Սլակե։